Վերջին զանգ հեռուստասերիալում այսքան վատ դեպքերից, դժբախտություններից ու դավաճանություններից հետո վերջապես մի լավ իրադարձություն է տեղի ունենում։ Առաջիկա սերիաներում մեր հեռուստադիտողը կտեսնի Աննայի ու Միքոյի բալիկի ծնունդը։ Գոնե այս հարցում հաստատ ամուսինները նույն կարծիքի են, միասին են, ինչպես երբևէ։ Նրանք երկուսն էլ անսահման սիրում են իրենց փոքրիկին և ամեն ինչի պատրաստ են հանուն նրա։ Ինչպես կտեսնենք, Աննան շարունակում է ապրել Միքոյի հետ ու չի բաժանվել ամուսնուց։ Ոչ միշտ է գործում այս կարծրատիպը, բայց տվյալ դեպքում երեխան իրոք պահեց ընտանիքը։ Համացանցում տարածվել են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են Աննային ու երեխային դուրս գրում հիվանդանոցից։ Նրանց դիմավորում են Միքոն, Ֆաինան և Հենրին։ Բացի այդ, հիվանդանոցի դիմաց մուլտֆիլմի հերոսների զգեստներով կանգնած են Յանան ու Հալալը, որոնք այդ օրը դարձնում են ավելի գեղեցիկ ու հիշարժան։ Բոլորը շատ երջանիկ են, շնորհավորում են միմյանց։ Իսկ մինչ երեխայի ծնունդը ու այս ամենը տեղի ունենալը, Լիլիթը Աննայի քրոջը բնորոշ թունավոր ներկայությամբ վաղ առավոտյան ներխուժում է տուն ու հերթական անգամ քանդում ամեն ինչ։ Լիլիթը, ինչպես պարզվում է, դեռ չի բավարարվել այն բոլոր ցավերով, որոնք տարիներ շարունակ բերել է Աննայի գլխին։ Նա հիմա էլ իր թույնը շաղ է տալիս ավելի խորը, ավելի վիրավորական։ Աննան, Հենրին ու Ֆաինան նախաճաշի սեղանի շուրջ նստած են, երբ Լիլիթը ներխուժում է և անպատկառ կերպով բոլորի ներկայությամբ ուղղում է Աննային մի հարց. «Դու չես ամաչում, որ սոսից հղի լինելով հանդերձ, եկել ես այս տուն որպես Միքոյի կին»։ Աննան փորձում է լռեցնել քրոջը, խուճապահար փորձում է կանխել ողբերգությունը, բայց արդեն ուշ է։ Լիլիթը խաղի մեջ է դրել իր վերջին հաղթաթուղթը։ Նա եկել է ոչ թե հարցեր տալու, այլ Աննային վերջնականապես գցելու իր երեխաների աչքից։ Ու ցավալի է, բայց դա նրա մոտ ստացվում է, հատկապես Հենրիի դեպքում, քանի որ Ֆաինան վաղուց գիտեր այս մասին։ Նա կանգնած լուռ հետևում է իրադարձությունների զարգացմանը, բայց Հենրին, ով դեռ նախորդ իրողություններից չէր սթափվելու ուշքի եկել, սարսափելի շոկի է ենթարկվում։ Նրա աչքերի մեջ այդ պահին կոտրվում է մի աշխարհ, որն առանց այդ էլ ճաքճքած էր։ Լիլիթը հեռանում է, խառնած ամեն ինչ, հետևից թողնելով մի տուն, որը նորից վերածվում է մոխրացած դաշտի ու քաոսի։ Աննան ամաչելով, խեղճացած նստում է որդու դիմաց և ստիպված պատմում ողջ ճշմարտությունը։ Հենրին լռությամբ վերջապես սկսում է հասկանալ մորը։ Նա տեսնում է նրան ոչ որպես իդեալական մայր, այլ որպես մարդ, որը երկար տարիներ եղել է դժբախտ, կոտրված ու մենակ։ Իսկ սոսը ամայացած ու հոգնած կանգնած է նույն տեղում, որտեղից սկսվել էր ամեն ինչ։ Նա գնում է այն դպրոցը, որտեղ 25 տարի առաջ ինքն ու Աննան ավարտեցին իրենց պատանեկությունը։ Լուսավոր դահլիճի պատերի ներքո Աննան հայտնվում է քայլելով դեպի անցյալը։ Նրանք գրկախառնվում են երկար ու լուռ։ Բոլոր հիշողությունները կրկին արթնանում են, բայց հիմա դա սոսկ հուշ է։ Նրանք երկուսն էլ հասկանում են՝ սերը կա, բայց ժամանակ է անցել, մի ամբողջ կյանք։ Եվ որքան էլ հոգին ձգտի հետ բերել այն, ինչ կորել է, երբեմն ուղղակի անհնար է որևէ բան փոխելը։ Այս հանդիպումից հետո էլ Աննան վերադառնում է տուն Միքոյի մոտ, իսկ որոշ ժամանակ անց, ինչպես արդեն նշեցինք, ծնվում է նրա բալիկը։ Իսկ հիմա, հարգելի հետևորդներ, մի շատ հետաքրքիր հարց։ Ձեր կարծիքով, ինչպես են անվանակոչում ծնողները նորածին փոքրիկին։ Սոս, Միքայել, Դավիթ, Արտաշես։ Այս 4 տարբերակներից գրեք ձեզ համար նախընտրելի։ Այսօր մեզ ուրախ շոկա է սպասվում։ Ինչ լավն ես։ Ապրես։ Որ շոկից չմեռնեմ, ես լավ կլինեմ։ Ես քեզ ցանկանում եմ, որ գաս քո երեխուն տանես տուն այսօր։ Ես այսպես կգամ 6-ի, բայց դու իմ 10-ին ես գալու։ Հոչկա։ Всё, պայմանավորվել ենք։ Պայմանավորվել ենք։ Շոտ շոկ։ Ռաֆը շատ լավն ես։
Այսպեսի ուրախ սյոմկա ունենք այսօր, բոլորով կարևորը։ Դες մի քիչ էլ backstage տամ այսօրվա նկարահանումից։ Այն բաները մենք էինք։ Նկարահանման ենք։ Գիշերային դրսի տեսարանա, ինչ որ բան մեզ միշտ խանգարում է։ Լավ։ Անձրև է գալիս, ես քեզ եմ սիրում, Չէ, լավ ինչ է խանգարում, երջանիկ երգում է մարդը։ քեզ եմ կարոտում, Տուն տեգինանք ուղակի։ Հոպ։ Բա, տեսնում եք մեջքիս հետևն ինչ էր կատարվում։ Էսա։ Մենք չէինք ուզում։ Ես անձամ։ Էլմի։ Դու ուզում ես, չէ՞։ Գիտեմ։ Անակ եմ, Շատ։ Ես սպասում էր։ Եկել ենք նկարահանման։ Չէ, ջացրով։ Իհարկե։ Վաղուց չկա ինքի։ Բա։ Նենց որ Դիտեք մեզ։ համարը թե մոռացան մեզ։ Չէ, չէ, որ մոռանա։ Մեզ նորանալ չի լինի ջացրով։ Քանի որ առաջին ստորիում մեր ընտանիքը կիսատ էր, մեր մայրը բունտ էր։ Անում ասում էր ուր եք առանց ինձ նկարվել։ Հիմա մենք ամբողջ համալրված ընտանիքով մեր հետևորդներին պաչիկներ ենք ուղարկում։ Վերջ, մենք ամբողջ ընտանիքով ենք այսօր։ Այո։ Երեխեք ջան, քանի որ Հենջին եւ Անգելինան բաժանվեցին, վերջնականապես դեռ չեն կարող միասին լինել։ Յանան ոնց որ էլի գործի անցել։ Ուզեք չուզեք։ Գործն էլ է դա։ Հիմա ինչ անեմ։ Տենց ասում եք հալալի հետ լավ զույգ ես, բայց մի խոսքով դες շատ հետաքրքիր սերիաներ են սպասվում, այնպես որ մնացեք մեզ հետ։ Նկարահանման ենք ընկերներ։ Գաս էր մեզ։ Քիչ էի կողմը, բայց կա։ Ո՞ւն ստացվել, մի հատ կտրի ուտենք տեսնենք համով, հա։ Տեսքի նման։ Լավ, ստոպ։ Արտս մի կատր է։ Ընենք լավ կտրվեց, ընենք սիրուն։ Բայց երևա որ թարմա, թե չէ։ Հարմա բայ։ Չգիտեմ։ Հա, թարմա։ Որ սրամ